5 տարի է ոչ մի սպասելիք, ոչ թե սպասելիք սպասում ենք, 5 տարի է սպասումով լցված ենք, հավատով լցված ենք, Աստված կանչելով, աղոթելով, դռները ջարդելով, խնդրելով, աղերսելով, պահանջելով, ոչ մի արդյունքի մենք դեռ չենք հասել, ոչ մի արդյունքի, այսօր մեր երեխեքը մեր կողքը չեն, 5-րդ տարին է, ու փոխանակ, մի բան մտածեն, որ երեխեքին բերեն, մի լուր ասեն իրանցից, հակառակը փակում են բոլոր ճանապարհները դեպի տանող մեր երեխեքի վերադարձնելու, չգիտեմ, սիրելիս, ահավորը ապրել ես ցավի, տառապանքի, տանջանքի մեջ, ահավորը, երբ որ մի կտոր հաց ես ուզում ուտես, չես կարողանում ուտես, չգիտես երեխան սովածա թե ծարավա, ահավորը, երբ դու մրսում ես, բայց տակ տան մեջ անգամ, բայց չգիտես երեխա ցրտին որտեղ աշխատացնում են, ինչ են անում, չգիտեմ, ես որպես մայր ու բոլոր մայրերի հետ միասին անցել ենք այս 5 տարի այս ճանապարհ ու մենք մենակ գիտենք այս ցավն ինչա, մենակ մենք գիտենք, ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ, չգիտեմ, իլուր աշխարհի, թող ոտքի կանգնեն հայ ժողովուրդը, ուր են այս մարդիկ անտարբեր անցնում, ուր, չէ որ մեր երեխեքի շնորհիվ է, որ այսօր բոլորն ապրում են, որ այսօր իրանց համար, չգիտեմ, կյանքն են վայելում, բայց մեր համար չկա կյանք, մեր համար կյանքը 2020-ից վերացել է, մեր համար չկան տոներ, մեր համար չկա ուրախություն, չգիտեմ, անտանելի ցավ է, ահավոր ցավ է, Ալիևի աչքերը բացվի, մեր երեխեքին, չգիտեմ, ուղարկի, այս մեր կառավարության աչքերը բացվի, չգիտեմ, մի բան մտնի սրանց մեջ, մի հատ սիրտ մտնի, մի քիչ խիղճ մտնի, հասկանում եք, չունեն հոգի, սիրտ չունեն, սրանք մարդ չեն, չգիտեմ ինչ են, պաշտոնը աթոռը իրանց գրավել է, հասկացեք, մի օր այս աթոռին եք, մի օր նույն դագաղով եք գնալու, նույն, չգիտեմ, փոսի մեջ, նույն, չգիտեմ, ինչ ասեմ, չեմ կարում էլ խոսել։